հորեղբայրս Ալեքսանդր Քոչարյանը, ով հետագայում դարձավ Թատերական ինստիտուտի մեր պրոռեկտորը, այսինքն ամբնի վարիչից, դեկանից հասավ մինչև պրոռեկտոր Թատերական ինստիտուտի, ով ավարտել է այնպիսի հզոր մի կուրս, որտեղ սովորել են Արմեն Ջիգարխանյանը, որտեղ սովորել է Ղազանչյանը, Գալանովենցը եւ շատ-շատ ճանաչված մեր արվեստագետներ սովորել են այդ կուրսում, Արմեն Գուլակյանի կուրսն է եղել։ Եվ այդ վիրուսը իրենցից ես վերցրեցի, իրենցից վարակվեցի իհարկե, իմ առաջին տեսած նման ներկայացումները եղել են ստատիկից բեմադրությունները դպրոցում, երեխա ժամանակ, այն ժամանակ 5-6 տարեկան է երևի գնում էի նայում էի այդ ներկայացումները։ Այդտեղից սկսվեց, ինչը իհարկե խոչընդոտներ հանդիսացավ իմ օրեղբոր կողմից, որը թույլ չէր տալիս, որ գնամ թատերական, ցանկություն չուներ, որպեսզի ես այդ բնագավառում աշխատեմ, ասում էր ես ընկել եմ, չեմ ուզում որ դու էլ ընկնես այդ բնագավառը, բայց ամեն դեպքում էլի տատիկի շնորհիվ ինքը համոզեց օրեղբորս, համոզեց իր տղային, որպեսզի թույլ տա որ ես գնամ, այն ժամանակ ինքը դեկան էր եւ ես ասացի ուրեմն ես մի խնդրանք ունեմ քեզ Ալիկ է իրեն ասում, ասի Ալիկ ջան, ես մի խնդրանք ունեմ քեզ, որ երբ որ ես քննություններ հանձնեմ, խնդրում եմ դու թատերականում չերևաս ընդհանրապես ինստիտուտում։ Ասես, բայց ես դեկանն եմ, ասում, գիտեմ, բայց իմ հանձնելու ժամանակ չերևաս, որովհետև ես չեմ ուզում, որ իմանան, որ ես քո եղբոր որդին եմ։ Ես կգնամ իմ ուժերով կհանձնեմ։ Ճիշտ է, մինչ այդ ինքը տարավ մեր ապագա կուրսի ղեկավարի մոտ, Արտաշես Գրիգորիչի մոտ Հովսեփյան, ասեց Արտաշես Գրիգորիչ, մի հատ լսի ստուգիր, ունի տվյալներ, ես դեմ չեմ, չունի տվյալներ, ես կատեգորիկ արգելում եմ իրան, որ ընդհանրապես գա քննության, ստուգեց Արտաշես Գրիգորիչը, ասեց ունի տվյալներ, կարելի է, անպայման թող գա։